ադրբեջանական հերթական ագրեսիան էր 16 թվականին այսօրը շատ լավ հիշում եմ, բոլորս ենք հիշում, ազգը բռունցքվեց Հայաստանի Հանրապետությունում, Արցախի Հանրապետությունում և Ադրբեջանը ստացավ իր արժանի պատասխանը, եթե ազգը միակամ է և կա պատրաստակամություն, նպատակ պաշտպանել քո ձեռքբերումները, պաշտպանել խաղաղությունը, պաշտպանել քո հայրենակիցների կյանքը, ինքնորոշման իրավունքը, իրենց հայրենիքում ապրելու իրավունքը պաշտպանելու վճռականությունը, ապա հաղթանակը երաշխավորված։ Սա էր, որ թե զինված ուժերը, թե կամավորները կանգնեցին, զենք վերցրեցին և մեկնեցին պաշտպանելու մեր հայրենիք։ Պարոն Խաչատրյան, այդ օրերին այսօրվա իշխանությունը ընդդիմություն էր և կուրս քերծածում ասելով, որ ունենք տարածքային կորուստներ և որ որակում են ապրիլյան պատերազմը պարտություն, հիմա ինչ ունենք ու այն իշխանությունը մորոք Արցախ ամբողջությամբ կորցվեց, արդյոք իրավունքներ խոսելու այն տարածքների կորստի մասին, որոնց մասին խոսում էր այդ տարիներին։ Նախ նշեմ, որ ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի հաշվետվությունը իրենք այդպես էլ չհրապարակեցին, ինչպես նաև չկարողացան գրել 44-օրյա պատերազմի վերլուծությունը, հաշվետվությունը, որովհետև անամոթ ստեր են այն պնդումները, թե կա հաշվետվությունը, կա զեկույցը, հանձնաժողովի 11 անդամներից ընդամենը 4-ն են ստորագրել, այնպես որ այս իշխանությունները նույնիսկ այդ զեկույցը չկարողացան գրել, գաղտնի են պահում, կոծկում են բոլոր պարտությունները և այդ երկու փաստաթղթերը չեն հրապարակում, թեկուզ այն ինչ որ գաղտնիք չէ, որպեսզի հանրությունը չկարողանա կարդալ, համեմատել, տեսնել, թե ինչ եղավ 16 թվականին, թե ինչ եղավ 20 թվականին։ Իսկ եթե վստահ չեմ, որ ամենալավ տեղը այսօր Նիկոլի մասին խոսելն է, բայց հիշեցնեմ, որ ինքը ասում էր պատերազմը կարող է ավարտվի, եթե էլի մի կամ երկու շրջան գրավենք կամ էլի մի կամ երկու ադրբեջանական քաղաք ընկնի։ Հասկանանք քաղաքական ուժով ասում էր պետք է բացառենք փոխզիջումները, այսօր կատվի նման ասում է Արցախյան շարժումը այլևս չկա, Արցախյան շարժումը պարտություն էր Հայաստանի համար և Արցախը թոք էր, Արցախյան հարցը, որը պետք է կտրել, որպեսզի մենք ունենանք անկախություն։ Իրենց օրոք Արցախը Ադրբեջանի վերահսկողության ներքո է, բայց անկախություն մենք չունենք, այն աստիճանի չունենք, որ նույնիսկ իրանք ասում են ընտրությունները եթե հանկարծ լինեն ոչ այնպես, որ Ադրբեջանը ուզենա, Ադրբեջանը պատերազմ կսկսի։ Եվ իրենց այդ չմտածված, ագրեսիվ, չկշռադատված քաղաքականությունն էր, թե 16 թվականին, թե 18-ից հետո, որ Ադրբեջանի ձեռքերը քանդեց, իրենք օգտվեցին այս վարվող քաղաքականությունից։ Բայց որևէ մեկը, ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ իր շրջապատից որևէ մեկը, ոչ որևէ երրորդ կողմի ներկայացուցիչ իրավունք չունի Արցախի ժողովրդի անունից որոշելու Արցախի ժողովրդի ճակատագիրը։ Արցախի մեր հայրենակիցները, հայերը ենթարկվել են էթնիկ զտման, ինչը ցեղասպանության դրսևորումներից մեկն է։ Եվ հիմա պայքարել ցեղասպանության հետևանքների վերացման դեմ, պայքարել արցախցիների վերադարձի իրավունքի դեմ, նշանակում է արդարացնել ադրբեջանցիների գործած ցեղասպանություն։ Եվ այստեղ Փաշինյանի և Ալիևի շահերը հերթական անգամ համընկնում են, որովհետև եթե իշխանությունները առերեսվեն ճշմարտության հետ, ընդունեն ճշմարտությունը, որ եղել է ցեղասպանություն, իրանք պիտի պատասխան տան ցեղասպանությունը չկանխելու համար։ Երեկ Մոսկվայում տեղի ունեցած երկխոսությունը ինչի մասն էր, Արցախի մասով կոնկրետ։ Դե ես զարմանում եմ իհարկե, բայց ինչ զարմանանք այս ամեն ինչը, որ մեր աչքի առաջ է եղել։ Առաջինը դուք ճանաչեցիք Արցախը Ադրբեջանի կազմում, Փաշինյանն ասում է Պուտինին։ Ինչի պետք է մեր վերաբերմունքը Արցախին հարցի վերաբերյալ, Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ
պայմանավորվի ինչ-որ երրորդ երկրի վերաբերմունքով։ Դա անկախ պետության ղեկավարի խոսույթ էր, դե լավ, որ դու ասեցիր Արցախն Ադրբեջանն է, դե մենք էլ դա ընդունեցինք։ Եվ աղանել, որ ասեն Հայաստանը միութենական պետություն պետք է մտնի, ինչ պետք է ասի, հա դե լավ, որ դուք ասում եք, ուրեմն վերջ, ուրեմն այդպես պետք է լինի։ Եթե Հայաստանի Հանրապետությունը, դեռ սովետական Հայաստանը այդ տրամաբանությամբ առաջնորդվեր, 88 թվականից Արցախյան շարժումը կանգներ, որովհետև 88 թվականից էլ Գորբաչովն էր ասում, չէ, սովետական հանրապետությունների սահմանները չպետք է փոխվեն։ Մեր խնդիրն է, մենք պետք է լուծենք անկախ նրանից, թե երրորդ երկրները, այլ պետությունները ինչ վերաբերմունք ունեն այդ հարցի վերաբերյալ։ Դա է անկախ պետություն լինելը։ Այլ ոչ թե ասել է սա, տեսեք, մի հատ ճանապարհ անցնելու եւ դա մեր անկախությունն է, կախված է լինելու ընդհանրապես մի հատ ճանապարհից։ Այսինքն այն բոլոր թեզերը, որ նախկիններն էին հանձնել, երեք փշրվեցին, հա։ Դե թեզերը վաղուց էին փշրվել, այսինքն այո, ես ի նկատի ունեի Փաշինյանը, դե ինքը էլ էր ընդունել, ես ճանաչեցի Արցախը Ադրբեջանի կազմում, դրա մասին Եվրոպայում էլ էին խոսել, բոլորն էին ասում, որ Նիկոլ Փաշինյանն է դա առաջին արել, ուղղակի Նիկոլ Փաշինյանը հավատարիմ իր էությանը, իր բոլոր ձախողումների, իր բոլոր պարտությունները վերագրում է ուրիշներին, նախկիններին, չգիտեմ, երրորդ երկրներին, համաշխարհային կոնյունկտուրային, ակնհայտ է, որ ինքը միակ Հայաստանի Հանրապետության միակ ղեկավարն է եղել, ով ճանաչել է Ադրբեջանի գերիշխանությունը Արցախի Հանրապետության նկատմամբ։ Եվ բոլոր փաստաթղթերն էին ցույց տալիս, որ համաշխարհային կոնսենսուս առ այն, որ Արցախյան հակամարտությունը պիտի կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, սին են, նույն Մինսկի խմբի համանախագահների ներկայացած փաստաթղթերում հստակ նշում էր այն մեխանիզմը, որով պետք է որոշվեր Արցախի վերջնական իրավական կարգավիճակը, պետք է որոշվեր ժողովրդական քվեարկության միջոցով, որը պետք է ունենար պարտադիր ուժ, որի օրակարգը որևէ բանով սահմանափակված չէր լինելու եւ որին մասնակցելու էր Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, բնակչությունը նույն համամասնություններում ինչ որ կար մինչև հակամարտության սկիզբը, այսինքն 75-25, ակնհայտ է, չէ՞, 75% ինչպես էր քվեարկել։ Այսինքն Փաշինյանը պարտություն կրելով ոչ միայն այդ պարտության մեղքը ուրիշներին է վերագրում, այլ նաև անամոթաբար աղճատում է պատմական իրականությունը, բանակցային ողջ գործընթացը։ Պարոն Խաչատրյան, մի հարց էլ 10 տարի առաջ, 16 թվականի ապրիլյան պատերազմից մեկ ամիս անց, երբ Նիկոլ Փաշինյանը թիմակիցների հետ գնացել էր մասնակցելու ապրիլյան գործողություններին, համենայնդեպս այդպես է ներկայացնում խրամատ խորելով ավարտը մինչև այսօր որևէ գրառում, որևէ ծաղկեպսակ, առավոտյան սրտիկը պարտաճանաչ հասցրել է ուղարկել, բայց այս թեմային, այս օրվան տարելիցին անդրադարձ չկա, սա ինչի մասին է։ Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմակիցները գնացել էին ամիս ու կես անց, մայիսի կեսերին Ճանկաթաղ գյուղում, խորը թիկունքում, որը 35 կիլոմետր ճակատային գծից հետ էր, ինժեներական աշխատանքներ էին իրականացնում, լավ, բայց ինչ դեմագոգային ժամանակ է, նույնն էլ հիմա էր, գնում ենք այնտեղ ապրելու կամ մեռնելու, խրամատ փորելուց որևէ մեկը չի մեռել, իրանց կյանքին որևէ վտանգ չէր սպառնացել, ուղղակի գնացել էին, որպեսզի PR-վեն հաղթանակի ֆոնի վրա։ Իսկ հիմա դե ինչ, ասում է Ղարաբաղյան շարժում չկա եւ դրա համար չի էլ անդրադարձել, որտեվ հենց անդրադառնա կարող է Բաքվից իրան զանգեն եւ ասեն նո, չի կարելի։ Իսկ ինքը հասկանում է, որ եթե Ալիևի աջակցությունը չլինի, վերարտադրվելու հավանականությունը ձգտում է 0-ի։ Իրան պետք է Ալիևի աջակցությունը սպառնալիքների տեսքով եւ այն սիմվոլիկ ինչ որ մանր-մունր ողորմության տեսքով, որ Ադրբեջանից գալիս է։ Ես երեք երկիր մեդիային էի հարցազրույց տալիս եւ ասում էի, թե տնտեսական ազդեցությունը, որ Արցախը ուներ։ Լավ, մենք տարեկան Արցախից ստանում ենք 25000-ից 40000 տոննա ցորեն։ Մեր ներքին սպառման շուրջ 20%, իսկ այսօր ասում են, վայ, տեսեք, մենք Ղազախստանից, Ադրբեջանի տարածքով մի բուռ 4-րդ կարգի ցորեն ենք ստացել։ Հիմա այդ մարդուց ինչ եկել ակնկալում։ Պատկերացնում եք, ինչքան կզարմանայինք, եթե ասեր ապրիլյան հաղթանակի 10-րդ տարելիցն է։ Շնորհավորում եմ, մենք բռունցքվեցինք եւ հաղթեցինք։ Սիրով։